Նրանկոտրելի վարչապետ, բարև, ոնց ես Նիկոլ Փաշինյան, լավ ես, էդ որ գալի մտնում ես Հայաստան, դառնում ես առլուծ լեյով, կփռեմ ասվալտներին, կծեփեմ պատերին, դրա մասին չեմ ուզում խոսամ, միամիտ նոր նայեմ եմ ռեպորտաժ, որը կտրված էր քո և Ռուսաստանի Դաշնության նախագահի երկխոսությունից։ Քեզ հարց տալի Արցախի մասին, ինչ ես ասում Նիկոլ Փաշինյան։ Ասում ես, դե մենք ոնց ցիտում եմ քո նման անբարոյականի վաստակին։ Մենք ճանաչեցինք Արցախը, Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, այն բանից հետո դու ես ասում, ես չեմ ասում, երբ Ռուսաստանի բարձր ղեկավարությունը երկու անգամ նման միտք արտահայտեց, ասել ես թե չէ, ասել ես, համացանցում ֆռմակադրը, հմի հարց, եթե դու Ռուսաստանի ասելով շարժվում ես, շնչում ես, չգիտեմ, չիշիկ ես անում, խես հակառուս խաղում, բոզի տղա, էդի մենք, երկրորդ, կհուշես մի հատ հայ հանրությանը, Հայաստանի թե Ռուսաստանի Դաշնության սահմանադրության մեջ ա գրած, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, որը դու ուզում ես փոխես։ Դու եթե այդքան հայամետ քաղաքական գործիչ էիր, թրիկ, ճանաչեիր պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ու մտներ որպես երկիր պատերազմի մեջ, բայց դու են կալիբրի բոզի տղեն ես, մորցա ասել, քֆուր կարալնի, որ դու արդեն 4-րդ անգամ շեշտում ես, որ դու գիտակցված հանձնել ես Արցախը։ Երրորդ, եթե ասում ես Ռուսաստանի Դաշնությունը երկու անգամ բարձր ամբիոններից ասել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, եթե Ռուսաստանի ասած է, ղեկավարության, քո համար աքսիոմա է, հմի, որ Ռուսաստանի Դաշնության, չգիտեմ, Պետդումայի մեծը, Ռուսաստանի Դաշնության նախագահան, հլեն ասեն, մեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը հաստիկային բոզի տղա է, ինչ պետք է ասես, պետք է ասես համամիտ է, այսինքն ինչ նշանակում, դուք ասեցիք երկու անգամ Ադրբեջանի մասը Արցախը, ես հելա ճանաչեցի, քու կերած քաքեր, խալխի վրա մի բարդա, են որ Արցախը առանց Ռուսաստանի Դաշնության խոսքի դաբրոյի Արցախյան 44-օրյան չեր սկսվի, էդի փաստ, հասարակ փաստ, բայց եթե Հայաստան ունենար պետականամետ ղեկավար և հայեցի մտածելակերպ ունեցող, կհելեր կասեր, ես ճանաչում եմ Արցախի անկախությունը և որպես երկիր մտնում եմ պատերազմի մեջ, որպեսի հայը 120,000 ապրող հայը Արցախում չցեղասպանվի 88 թվի պես Բաքվում և Սումգայիթում, բայց դու արեցիր դրա լրիվ հակառակը։ Ռուսաստանի հարցեր քեզ, Ռուսաստանի Դաշնության նախագահներ ստիպեք քեզ բոզի տղա ընդունել օրենք, որ Սփյուռքից հայը չի կարա գա կռվի Արցախի հիմար, կհամարվի նայոմնիկ, բոզի տղա։ Ռուսաստանից էր եկե հրահանգը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 50 հատ պիկապ էին նվեր տալի, դու ասիր մեզի պետք չի։ Ռուսաստանի Դաշնությունից էր եկե հրահանգը, որ համաշխարհային Սփյուռքը ամենահզոր սփյուռքերից մեկ ամբողջ աշխարհում ողջ հայությունը մի մարդու պես օգնությունն ուղարկեց, որ գնա Արցախ, դու ասիր այդ դեղամիջոցներն ու
կասկեքը պահեք կարգոյի պատվալներում, էդ էլ է Ռուսաստանի Դաշնության նախագահան մեղավոր, թրիկ բոզի տղա։ Իսկ են որ քեզ նամյոկ արեց, ասեց լսի, պորջի զավակ, մի քիչ դիվանագիտորեն էլի ասեց։ Ասեց իմ անձնագիրը կրող քաղաքացին, իմ երկրի անձնագիրը, նույնիքը Սամվել Կարապետյանը։ Ուզում եմ մասնակցի ընտրություններին։ Դու որ տարե իրան փագել ես, էտա ցարն կուլտուրական ասեց էլի։ Մենք դրա վրա աշկ ենք փակում, հույս ունենալով, որ դու խելամիտ կգտնվես։ Այսինքն ուզեցավ ասել, քո սերը փոխել է Փաշինյան Նիկոլ։ Այսպես մի հատ մատով ճտստում եմ, լավդ քունն փռում են արևին Հայաստանում։ Ես քեզ շատ շուտվանից եմ ասել, դու մի մտածի ռազմաբազա եսի միջ, բավականին մեծ քանակի մարդիկ շատ շուտվանից Հայաստանի Հանրապետությունում նաստարտ վնիմանյու մարշ սպասում են, որ քեզ խակուցեն իրանց խեռին ու սարքեն վերտալյոտ, այսպես ֆրացուցեն, յաշիմ չգիտեմ, on վերջ, դու էդի ուշադրություն չես դարձնում, հա? Քեզ հասկացեց, ասեց իմ երկրի քաղաքացու, իմ երկրի անձնագիրը կրող մարդուն դու կալանք ես տարե, ես աչք եմ փակում, բայց դու որպես կոմերիտական պոռնիկ, են բրոշկեն դոշիտ խփած վսկապը դուր էր Փաշինյան, պիոների վսկապը նուր էր, կապ էիր, չէ որ դու քո ասած նախագահի ստրուկն ես, 44 օրայից հետո էլ պահկվել էի ռուսական բունկերում, խի, դու գացիր պահկվար 120,000 արցախցու ասում ես փախած, հա? Հիշում ես էդ օրը, հա? Որ բերանդ կանացի ուղահայաց փրչոտ տեսակից չէր տարբերվում, այն գզգզված մազարով որ կա, Զայևկա են անում շատերը, ասում են ասան սիրունա, դոշի դու ես, այդ վիճակով, որ մտել էր եթեր, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, 18 թվին եկար հեղափոխություն արին իբր թե, հա, մտար ռադիոտան տուրը ջարդիր, Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդությանը խնդրում էիր, որ աջակցեին քեզ, ճիշտ եմ ասում, ճիշտ եմ հիշում այսինքն, այդ երիտասարդությունը, որ քայլերանը մերժում էր Սերժին և իշխանության էր բերում քո նման բոզի վաստակին, ուր է հիմի այդ ջահելությունը, հարց քո նման խեռախոռոփին, էդի ֆրանսիական բառը, ոնց որ ասում են պաշտալյոն, ղախպալյոն, ուր է այդ երիտասարդությունը, Նիկոլ Փաշինյան, այն որ 18 թվին ձերի բռնած Նիկոլ էին բերեմ իշխանության, ապրես, այդ երիտասարդության որոշ հատվածին դու ուղարկեցիր եռաբլուր գրկելու սառը հողը, իրանց մայրերին, հայրերին, ծնողներին, բարեկամներին թողեցիր անմխիթար վիճակում, ոչ թե թողեցիր, այլ քաշ տվեցիր քո եռաբլուր այցի ժամանակ, տարան մտցրին ոստիկանական ուազները, ոտու ձեր բռնած բոզի տղա, հայ կնոջը, բոզի տղա, հասկացար, իսկ այսօր քո իրավական համակարգը ձերբակալում է երիտասարդ 18 տարեկան, խի բոզի տղա, այդ երիտասարդը հայ չի, այդ երիտասարդը, որ ինքը իր կարծիքն է արտահայտի, ասել է, այդպես թարցմին է եկին վրա, հա? Բասում ես սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բասը թի մորը քունեմ Փաշինյան Նիկոլ, թե դու սիրում ես հային որպես էթնոս, որպես ազգ, որպես անհատ։ Ու մի հատ էլ կոկորթիլոսագետ Գարիկ Սարգսյան ունես, այն որ ասում էր կոկորդիլոսը քարաջիկ ունի, անոր նավանել դենը քունեմ, չուրի լուս, Ղրնեցեք երկի տակ, հել է ստատուսա գրե, Գարիկ Սարգսյան, այդ որ 18 տարեկան երեխու կալանքով ուրախանում ես,
Վաղը միսօր իշխանությունը հավերժ չի, չէ։ Դուք քո գրաֆ Դրակուլան չեք, բոզի տղեկ։ Իշխանությունը հավերժ չի։ Բա որ մի հատ հայ տղա քեզ քո իշխանությունից զրկվելու դեպքում դեմ արդեմ հանդիպի խոսքի օրինակ, ասի Գարիկ, էս ինչ էիր գրի ապեր։ Ինչ ես պատասխանելու։ 18-ամյա ես իմ տղան իր վերջի զանգը կդիմավորի Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Էդի լավագույն դեպքում։ Բայց կա նաև մեկ այլ տարբերակ։ Ձեզ առավոտի ծիրիգուն ծսցնելով խեղտամահանել քրեակատարողական հիմնարկներում, որ դուք չունենալով հային վայել մի փոքր արժանապատվություն, հա? 18 տարեկան երեխա եք կալանավորում դրա վրա հրճվում եք, որ ինչի վրա եք հրճվում, բոզի տղեկ։ 18 տարեկան դպրոցական երեխուն կալանավորելով հրճվում եք։ Ասենք խոսքի օրինակ իրավական նորմերով Սարգսյան Գարիկ մեկ էլ Նիկոլ Փաշինյան, այդ տղեն գործել է իբր թե ըստ բալետ պարող գլխավոր դատախազի իրավական հանցանք։ Բա դու եթե դուք պետություն եք, բոզի տղեկի կուտոք, չեք ասեմ, ապե ջան, էլ մյուս անգամ սենց բան չանես, դու նոր ես մտնում կյանք։ Քեզ տալիս ենք ուղղվելու հնարավորություն։ Խի չեք ասում։ Սահմանն անցած Թուրքին ու Ադրբեջանցուն բերիկ ատամները պլոմբիկ ճամփիկ։ Երևանի կենտրոնում Հայաստանի տարածքում հայը դժգոհ է Նիկոլ Փաշինյանից իր դժգոհությունն արտահայտում, բայց չի քունեմ Նիկոլի մերը տեղում։ Պրոստը դժգոհություն արտահայտում X գործողությամբ։ Տանեմ կալանավորում եք, խի։ Հե՞։ Խես կալանավորում։ Եռաբլուրում պարկած տղեկը քիչ են, չեն բավականացնում քեզ Ադրբեջանի հերոս բոզի տղա, հե՞, հարց, տեսար այսօր Մոսկվայում ոնց լցին վրեդ, չհարմարվավ, ես էլ պտի ներկալնեի պասոլստվայի կողի միտինգին, որ արվում էր ի աջակցություն մեր եկեղեցու, չհարմարցրի, չկարացա ներկալնեմ, իսկ ես որ ընդ ներկա լինեի, հաստատ այո ոչ ձևաչափով չէի զրուցելու Նիկոլ Փաշինյան, հանելու էի ցույց տայ, ասեի էսի նվիրում եմ պարոն Փաշինյանին, մի բոզի տղու, ով փորձում է իմ եկեղեցին անվանել Չուլան, հասկացար, չատլախ, դու մտածում ես քո ֆեյք էջերով, ինչ-որ տեղեկատվություն տարածելով, ստատուսներ գրելով, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի աջակցությունը, դու մտածում ես ազգի մոտ, որի գիտակցությունը, ենթագիտակցությունը, գիտակցական մակարդակը քիչ-քիչ գալիս է նորմալ հունի վրա, դու պիտի կարողանաս բան փոխես, հա ծայր, հեսա կասեն առանց հուշացնել քֆուր անեմ, լավ եմ անում, որ մի բոզի տղել իմ եկեղեցուն կասի Չուլան ու իրա պրովոկացիոն քայլերով, պրովոկացիաներ կանի պղծելով պատարակի ծեսը, նրա լավը քունեմ ես, հելե որ այսքանը, առայժմ